Ես ոչ մեկին չեմ ուզում տեսնել, ոչ մեկին ու ոչ մեկ ներս չմտնի։ Ինչքան ժամանակ կա, որ հասկացար մի խոսքով։ Մի ամիս։ Պարզ է։ Չէ, Աննա, պարզ չի։ Այդ միայն առաջի հայացքից է թվում, որ ամեն ինչ պարզ է, բայց իրականում այդքան էլ ամեն ինչ պարզ չի։ Արդեն հիմա պարզ է, թե պարզ չի, դա չի կարևորը։ Դու երեխա ունես։ Չէ, Աննա, չէ։ Ինչ չէ, Վարդան։ Այդ երեխանի մեջ։ Աննա, չես հավատում ինձ։ Հարցը հավատալը չի, Վարդան։ Աննա, հարցը այն է, որ այդ երեխան իմը չի։ Այդ երեխան իմը չի։ Մի րոպե, բան չեմ հասկանում։ Աննա, ինձ լսի։ Ես մի ամիս առաջ դրան փողոցում տեսա։ Տեսա երեխու հետ։ Աննա, խնդրում եմ, ճիշտ հասկացի։ Տեսա երեխու հետ ու ես այն ժամանակ պարզել էի, որ եռնհղի չի ու այդքան ամիս հետո տեսնում եմ, որ երեխա կա հետը։ Մի խոսքով ասաց, որ երեխան իմն է։ Անակ ասաց ինչ անեի։ Ճիշտ է, գնում էի Ռայտոն։ Ես մենակ մի բանի համար եմ գնաց այնտեղ, որովհետև մտածում էի, որ այդ երեխան իմն է ու ինքը մեղավոր չի։ Տես չի ան։ Աննա, մի րոպե անգամ մտքովս չի անցել, որ այդ երեխան իմը չի, որ ինքը ինձ խաբում է։ Որը որ զանգեցի քեզ։ Ու երեխու ձեն էր գալիս։ Հա։ Ես այդ ժամանակ երեխու հետ էի։ Որ զանգում էին չէիր պատասխանում։ Ինքներ, հա։ Իրաներ։ Հա։ Հա։ Ան այն տեղատոմսն էլ, որ գտել էիր գրպանից ընկած, ես այդ երեխու համար էի տեղ առել։ Դու գոնե հասկանում ես, ինչքան ծանր է իմ համար ես ամեն ինչը լսելը, հա։ Ինձ թվում էր, որ ինչ էլ լինի, դու ինձ չես խաբի։ Ու ջուրս, բայց ես քեզ չեմ խաբել։ Ուղղակի չես ասել։ Չեմ ասել, որովհետև չգիտեի ոնց ասեի, Աննա։ Գիտես քանի անգամ, 1000 անգամ փորձել եմ, մտածել եմ, ոնց ասեմ ու միշտ չի ստացվել։ Բայց ասում ես, որ երեխան կոնե չի։ Հա, Աննա, իմը չի։ Բա հետ դեպքում կբացատրես։ Հա, ամեն ինչ կբացատրեմ, ամեն ինչ։ Անի, նորից եմ հարցնում, նման բան եղել է, թե չէ։ Եթե չի եղել։ Ես իրան չեմ վնասել դանակով։ Բայց Ես ուղղակի վախացնում եմ, ես 15 տարեկան էի։ Հետո, պատմեք տեսեմ ինչ եղավ։ Ես եկա տուն, ինքս բացեցի դուռը, մտա ներս, տանը մարդ չկար։ Սովորաբար ինքը այդ ժամերին տանը չի լինում։ Մտա իմ սենյակ ու դուռը ներսից չփակեցի։ Հաստորեն սովորաբար փակում էիք դուռը։ 1000 անգամ կրկնեցի, որ շատ անգամ փորձել եմ մտնել իմ սենյակ։ Լավ, հետո ինչ եղավ։ Հետո ինձ թվում էր տանը չի, բայց փաստորեն խոհանոցում էր ու ուղղակի ձայն չէր հանում։ Ես սկսեցի փոխվել ու ինքը մտավ իմ սենյակ, հարբած էր։
Ես փախայրանից գնացի խոհանոց, տանակը վերցրեցի, որ վախացնեմ, որ ինձ մոտիկ չգա։ Իսկ դուք նրան չեք վնասել։ Ես 15 տարեկան եմ, ես անգամ իմ բռնած դանակից էի վախենում։ Հետո ինչ եղավ։ Հետո վերցրեց դանակը ձեռքիցս ու սկսեց իրան քերծել։ Չհասկացա։ Ուրեմն ասում եք ինքը դանակը վերցրեց ու սկսեց ինքն իրեն վնասել, հա։ Դուք լսեցիք, որ ասացի, որ ինքը հարբած էր։ Պատկերացրեք, ոչ մի բան չէր գիտակցում։ Ինձ էր վախացնում ու ցույց էր տալիս, որ ինքը չի վախենում։ Լավ, ես ձեզ հասկացա, բայց զարմանալի է, որ դուք ոչ մի անգամ ոստիկանության չեք դիմել։ Լսեք, ես 15 տարեկան էի։ Իսկ դուք հարևաններ չունեք։ Կամ գոնե մայրդ։ Մայրս ցավոք սրտի ինձ չէր հավատում։ Լավ, բա այդ դեպքում ինչ է ստացվում։ Ես Ոչ մի բան էլ չի ստացվում։ Ես միայն մի բան եմ տեսնում։ Այս մարդը պաշտպանվել է։ Առաջի հայացնել հերիք է, որը երևա այն ինչ որ արել է անին, մի անուն ունի, ինքնապաշտպանություն։ Հայ դուք լավ նշեցիք, դա միայն առաջին հայացքից։ Բայց եկեք փաստերին նայենք։ 16 տարեկանից անին ստիպված Սերգեյի պատճառով մենակ է ապրել։ Անընդհատ հարևանների տանն է եղել, որ Սերգեյի հետ մենակ չհանդիպի։ Այս ամեն ինչի հետ նաև մորն է այդ վիճակում տեսնում։ Թե կարծում եք այս ամեն ինչը քիչ պատճառ է։ Դուք երևում է մոռանում եք գործի մանրամասները։ Ես չեմ մոռանում։ Սերգեյը ինքն է եկել Անիի տուն։ Դա դեռ հարց է, որը մենք հիմա չենք կարող ճշտել։ Լսեք, ես ինչի համար պետք է այդ մարդուն կանչեի իմ տուն։ Ես դա ենթադրում եմ միայն։ Իսկ դուք մի ենթադրեք, հաստերով խոսեք։ Բա եթե արդեն պարզվել է, որ երեխան քոնը չի, ինչ էր եկել ինձ մոտ։ Չգիտեմ, չգիտեմ։ Ինչ էր ուզում։ Աննա պարզ չի, ինչ էր ուզում։ Ու հիմա ինչ։ Աննա հիմա ոչ մի բան։ Աննա ոչ մի բան էլ չկա։ Պիտի մոռանանք այս ամեն ինչը, որովհետև իրականում ոչինչ էլ չի եղել։ Պետք է հիշել մի բան, որը իրականում չի եղել այդքան բան։ Լավ, Վարդան։ Ասենք թե ոչ մի բան չկա։ Ինչ չէիր ասում։ Ես քեզ այդքան խնդրել եմ, չէ, որ ինձ ասես։ Ինձ թվում էր, որ նման բան էլ չի լինի։ Էլ չի լինի, խոստանում եմ։ Եթե Երան այսօր չկա։ Աննա, ես ինքս քեզ կասեի։ Երբ։ Աննա երկու օր փորձում եմ խոսամ հետը չի ստացվում։ Ճիշտ է, ես գնացել եմ դրա տուն, բայց պատճառը միայն երեխեն է եղել։ Ու այն ժամանակ մտածել եմ, որ իմ երեխեն է ու գնացել եմ։ Ուրիշ ոչ մի բան։ Ես պետք է գնամ։ Ուր։ Ընկերություն։ Արդեն։ Ոչ մի բան չեմ հասցրել անեմ։ Դե ես կգամ քո հետևից։ Նարեկը գալու է, որ միասին գնանք իրանց տուն։ Հասկացա, բայց դու ասա թող չգա, ես կգամ։ Վարդան։ Աննա, ես հիմա էլ քեզ կտանեմ, լավ։ Հա, ես քեզ հիմա տանեմ, միասին գնանք։ Լավ։ Անշատ եմ խնդրում։ Մի բան ասա, խոսա, ինչ-որ մի բան ասա, որովհետև որ լռում ես, ինձ թվում է, չգիտեմ, մենակ խոսա, խնդրում եմ։ Ես իրոք ուշանում եմ, գնանք, հա։ Լավ։
Ես գիտեմ դու ինչի ես տխուր։ Ու որովհետև վատնա, շատ վատնա ինքը, լավ գնաց, էլ չի գալու, արցանք։ Դու ինչ գիտես, որ ինքը վատնա, շատ վատնա։ Ոնց չգիտեմ, ես գիտեմ, որ վատնա։ Այ Գուգո ջան, խնդրում եմ, էլի, գնա քո գործերով զբաղվի։ Չես նեղացել ինձանից։ Չէ, չեմ նեղացել։ Ճիշտ ես ասում։ Գուգո, անկեղծ եմ ասում, չեմ նեղացել, գնա քո գործերով զբաղվել, զբաղված եմ, ինձ խանգարում ես։ Համ չես նեղացել, համ էլ ասում ես գնա մի խոսա հետս, դե ուրեմն մի ասած ինձ։ Լավ, եղավ, էլ չեմ ասի, հա, չեմ ասի, մենակ գնա, ես Այդ չես ասելու։ Դե լավ, ես գնամ էլի կամ, հա։ Հա, գնա, էլի կգաս։ Հաստատ չես նեղացել ինձանից։ Չէ, Գուգո, չեմ նեղացել, գնա։ Նուն է, տեսել ես ով ա եկել։ Ով։ Սերդ։ Դու չես ասում։ Դրսում կանգնած ա։ Ճիշտ ես ասում, կա եղավ։ Գնա ինքդ նայի, կանգնել ա դրսում։ Իսի չեմ հավատում։ Գնա լսի։ Ով չէ, չեմ գրում։ Իսկ ոնց կարմրեցիր, լսի։ Հա, ճիշտ ես Այն է ասում։ ոնց։ Լսի, Գայ, որ գիտեմ, ստեղա չեմ կարողանալու աշխատեմ։ Մի երկու րոպե կմնաս իջնեմ, տեսնեմ գամ, հա։ Հա, գնա։ Լսի, ինքն ա։ Դե գնա, դա։ Գայ ջան, նա